Մասիսի կենտրոնական հատվածում գործող կահույքի մի խանութում վերջին տարիներին գնումներ էին կատարել բազմաթիվ մասիսցիներ եւ մոտակա գյուղերի բնակիչներ։ Ապառիկը ձևակերպել էին տեղում եւ հեռացել, ամսեամիս բարեխղճորեն կատարելով իրենց բանկային պարտավորությունները։ Որոշ ժամանակ անց, սակայն, նրանցից շատերը բախվել էին նույն խնդրին, տեղեկացել էին, որ բավական մեծ գումար են պարտք բանկերին։ Ավելին, ոմանք նույնիսկ ուշացրել էին վճարումներն ու կանգնել անցանկալի վարկային պատմության առաջ։ Խանութից վերցրել եմ մեբել եւ պարտաճանաչ մուծել եմ։ Մի քանի օր առաջ նամակ եկել 7 օր ուշացում ունեք, որը որ ես մուծել էի արդեն։ Ես եմ եկա, որ ձեր երթական վարկի մանման օրն է, բայց ես վարկ չունեի, տոկոս չունեի մարելու այդ ժամանակ, այդ օրը։ Ինձ զանգում են, որ ձեր ապառիկի օրն է, ես զարմանում եմ, ինչ ապառիկի օր, բա դուք սեղան եք վերցրել 250,000 դրամ արժողությամբ։ Բանկում նայեցի, իրոք, ասենք, այնտեղ իմ տվյալները կար սաղ գրած, իմ անունով ապառիկ 630,000-ից ձևակերպած էր։ Ճշտում եմ, որ իրոք սեղան է վերցրած իմ անունով 250,000 դրամ։ Թղթեր են տվել, որ ես այդ բանկից վերցրել եմ էլի ուրիշ ինչ-որ բաներ, 320,000 դրամի ապրանք։ Yani ես սպանում մեբել եմ եկալ է 630,000-անոց։ Դիմել են ոստիկանություն, հետո պարզվել է, որ ուրիշ բանկի հետ էլ գործարք են ունեցել, առանց իմ իմացության։ Իսկ պատմության հերոս Ֆոման Ռուբենը այնտեղ գյուղի բնակիչ Ռոբերտ Արուստամյանն էր, որը ներկայանալով որպես կահույքի խանութի սեփականատեր խաբեությամբ ծուղակներ գցել տասնյակ քաղաքացիների։ Ունենալով ապառիկ ձևակերպած անձանց տվյալները, Արուստամյանը կեղծել էր նրանց ստորագրությունները, նոր գործարք կատարել ու գրպանել բանկերից ստացված գումարը։ Տուժողների թիվն արդեն իսկ գերազանցում է 45-ը, իսկ պատճառված վնասն ըստ նախնական տեղեկությունների ավելի քան 30 միլիոն դրամ է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկում են միջոցառումներ Ռոբերտ Արուստամյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կասկածներ ունեն, որ Արուստամյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս։ Քաղաքացիներին, որոնք ապառիկ եղանակով գնումներ են կատարել հիշյալ կահույքի սրահից կամ որևէ կերպ առնչվել են Ռոբերտ Արուստամյանի հետ, խնդրում ենք ստուգել իրենց բանկային պատմությունը կամ դիմել ոստիկանության Մասիսի բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։